Բարև ձեզ սիրելիներ, այսօր մենք շարունակում ենք մեր ուսումնասիրությունը դատավորաց գրքի 7-րդ եւ 8-րդ գլուխները, որտեղ տեսնում ենք, թե ինչպես Աստված հաղթանակ է տալիս ոչ թե մարդկային ուժով, այլ իր զորությամբ։ Դատավորաց 7-րդ գլուխը Գեդեոնը հավաքել էր հազարավոր մարդկանց մադիանացիների դեմ պատերազմելու համար, բայց Աստված ասեց, ժողովուրդը շատ է։ Տերը սկսեց նվազեցնել բանակի թիվը, մինչև մնացին ընդամենը 300 մարդ։ Մարդկային տրամաբանությամբ սա անհնարին էր։ Թշնամին անթիվ էր թվում, իսկ Իսրայելի բանակը չափազանց փոքր։ Բայց Աստված ցանկանում է, որ ժողովուրդը հասկանա, որ հաղթանակը իրենից չէ։ Գիշերվա ընթացքում Գեդեոնի մարդիկ շեփորներով, ջահերով եւ հավատքով շրջապատեցին թշնամու բանակը, եւ նրանք աղաղակեցին Տիրոջ սուրը եւ Գեդեոնի սուրը, Աստված խառնաշփոթ առաջացրեց թշնամու մեջ եւ նրանք սկսեցին կռվել իրար դեմ։ Այս պատմությունը մեզ ցույց է տալիս, որ փրկությունը երբեք մարդկային ուժի արդյունք չէ։ Ինչպես 300 զինվորները չէին կարող իրենց ուժով հաղթել, այնպես էլ մենք չենք կարող ինքներս մեզ փրկել մեղքից։ Մեր հաղթանակը գալիս է միայն Հիսուս Քրիստոսի միջոցով։ Երկրորդ Կորինթացիս 12:9 գրված է. Իմ զորությունը կատարյալ է դառնում տկարության մեջ։ Խաչը նույնպես արտաքինից թուլության պատկեր է թվում, բայց հենց խաչի միջոցով Հիսուսը հաղթեց մեղքի եւ մահվան եւ սատանայի։ Աստված հաճախ ընտրում է այն, ինչը մարդկանց աչքին փոքր է, որպեսզի իր փառքը առավել երևա։ Դատավորաց 8-րդ գլխում պատերազմը շարունակվում է եւ վերջապես մադիանացիները լիովին պարտվում են։ Գեդեոնը դառնում է ժողովրդի հերոս։ Մարդիկ նույնիսկ ցանկանում են նրան թագավոր դարձնել, բայց Գեդեոնը պատասխանում է. Ես ձեզ վրա չեմ իշխի, ոչ էլ իմ որդին պիտի իշխի ձեզ վրա։ Տերն է իշխելու ձեր վրա։ Ինչ գեղեցիկ խոսքեր տանկագին են։ Գեդեոնը հասկանում է, որ իրական թագավորը Աստված է։ Այս խոսքերը մեզ ուղղակիորեն տանում են դեպի Հիսուս Քրիստոսը։ Դատավորների գրքում ժողովուրդը մշտապես փնտրում էր մարդկային առաջնորդների, բայց իրականում նրանց անհրաժեշտ էր հավիտենական թագավորը։ Այդ թագավորը Հիսուսն է։ Հայտնության 19:16-ում գրված է. թագավորների թագավոր եւ տերերի տեր։ Սակայն 8-րդ գլխում տեսնում ենք նաեւ ցավալի մի բան։ Հաղթանակից հետո Գեդեոնը պատրաստվում է եփուտ եւ ժողովուրդը սկսում է սխալ վերաբերմունք ունենալ դրա նկատմամբ։ Սա մեզ հիշեցնում է, թե որքան հեշտ է մարդու սիրտը շեղվել նույնիսկ հաղթանակից հետո։ Մենք կարիք ունենք ոչ միայն մեկ հաղթանակի, այլ ամեն օր Հիսուսի առաջնորդության։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, գուցե այսօր ձեր առջև կանգնած է մի խնդիր, որը թվում է մադիանացիների բանակի նման, չափազանց մեծ։ Հիշեք, որ Աստված երբեք չի սահմանափակվում մեր հնարավորություններով։ Երբ մեր ուժերը վերջանում են, նրա զորությունն է սկսում գործել։ Եվ գուցե Աստված հենց հիմա սովորեցնում է ձեզ վստահել ոչ թե ձեր ռեսուրսներին, այլ իրեն։ Նա դեռ նույն Աստվածն է, որը 300 մարդկանց միջոցով հաղթանակ տվեց։ Նա դեռ նույն Փրկիչն է, որը խաչի միջոցով հաղթեց աշխարհին։ Նա նույնն է երեք, այսօր եւ հավիտյան։ Եկեք աղոթենք։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք, որ դու մեր հաղթանակի աղբյուրն ես։ Երբ մեր ուժերը քիչ են թվում, հիշեցրու մեզ, որ քո զորությունը բավական է։ Պահպանիր մեզ հպարտությունից, հաղթանակների ժամանակ եւ վախից փորձությունների ժամանակ։ Սովորեցրու մեզ ամեն օր վստահել քեզ, որպես մեր թագավորի, մեր առաջնորդի եւ մեր գրչի։ Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Ձեր եթե օրհնվեցիք, կիսվեք ձեր շրջապատի հետ եւ մեկնաբանություններում գրեք, թե դուք ինչպես եք տեսնում Հիսուսին այդ գլուխներում։ Եվ Աստծո կամքով կհանդիպենք հաջորդ գլուխներում։ Աստված օրհնի քեզ եւ քո ընտանիքը։ Ամեն։